Պարոն Մնացականյան, 2 ամիս է մսի շուկայում գնաճ է նկատվել, սա ինչով է պայմանավորված եւ ինչ զսպող օղակներ կան, որպեսզի գինը կարգավորվի մսի շուկայում։ Գները, բայց հեսա կկարգավորվեն, մի քիչ որտեղ բելարուսական արդեն պաղեցված միս են ծախում, ես կոմիտասիսի այսօր արդեն տեսա 3100 դրամ կիլոգրամը, այդ որոշակի զսպող գործառույթ կունենա։ Իսկ հիմնականում միսը որտեղից է ներկրվում եւ ինչու այսպիսի մի ժամանակ ստեղծվեց, որ գնաճը բարձրացավ մսի։ Հայաստանում մսի խոշոր եղջերավոր անասունի մսի դեֆիցիտ առաջացավ, գլխականակը պակասել է։ Շատ ժամանակ Հայաստան ներկրում էր Ռուսաստանից, բայց այս տարի Ռուսաստանում էլ է ուժեղ դեֆիցիտ, որտեղ հիվանդությունների պատճառով ագին մորտ տեղի ունեցավ 570,000 տոննա միս ներկրեցին, իրանք սկսեցին ավելի մեծացնել ներկրման ծավալները, ինչի հետևանքով մեր մոտ դեֆիցիտի պարագայում Ռուսաստանից չկարողացա ներկրել ու դրա համար մսի գինը բարձրացավ 4000-ը արդեն անցավ, իսկ վերջերս արդեն Բելարուսիայից պաղեցված միս է վերել կամ գուցե սառեցված հալածնում են պաղեցվածի տեղ են վաճառում, չեմ կարող ասել։ Արդեն կոմիտասիսիցում ես 3 եմ տեսել, թե 3 չեմ իսորը, 3100 դրամով կար, բայց մակնշված էր բելարուսական միս։ Իսկ տեղականը էլի 4000 դրամ է։ Այսինքն տեղականի գինը մնում է անփոփոխ։ Թերևս։ Իսկ տեղական արտադրողները ինչպես կարձագանքեն, կարելի ասել այս մրցակցությանը։ Քանի որ արձագանքել, չարձագանքելու խնդիր չկա, շուկան ինքնակարգավորվող մեխանիզմ է, ու չես կարող որևէ բան անել ու գինը ճիշտ ասած չափից դուրս բարձրել, ոչ միայն արտադրողը, նաև սպառողի մասին էլ է պետք մտածել, որտեղ 4200-ից 4800 6000 դրամի ճիշտ տավարի միս առնելը մի քիչ նորմալ չի, էլի մեր սպառողի համար, հետևաբար այս մրցակցային պայմաններում նորմալ է, որ բելարուսական միսը ներկրվեց ու այդ գինը արդեն որոշակիորեն կզսպվի։ Իսկ օրինակ պետությունը ունի որևէ ռազմավարություն տեղական անասնապահությունը զարգացնելու եւ կախվածությունը նվազեցնելու համար։ Ասելով ունի որոշակի սուբսիդիոն քաղաքականություն իրականացնում է, բայց ճիշտ քաղաքականություն չի, որի պատճառով մենք ունենում ենք շարունակաբար պակասող խոշոր եղջերավոր անասունների գլխականակ։ Իսկ սպառողները ինչ ռիսկեր պետք է հաշվի առնեն ներմուծվող միս գնելիս, որակ, վերահսկողություն։ Ներմուծվող միսը պարտադիր լաբորատոր վերահսկողություն պետք է անցնի, մնացած ռիսկերը չգիտեմ, չկա էլի կոպիտ ասած ռիսկ, համային հատկանիշները կարող տարբեր լինեն, այդքան ամեղ չլինի ինչ-որ մեր մոտի թար միսը, զուտ է, ուրիշ որևէ բան չկա։ Այսինքն չկա հավանականություն, որ որոշ ժամանակ անց նորից գները կաճեն, թե արդեն բելարուսական միսով կարողանում են ներմուծել, եթե ինչքան աճես սպառողը արդեն ուզած նախընտրելու է բելարուսական միսը եւ չվաճառվելու դեպքում ստիպված գների որոշակի իջեցում տեղի կունենա շուկայում։ Էսա ուրիշ տարբերակ չկա։ Պարոն Մնացականյան, իսկ մսից բացի այս պահին ինչ որ ապրանքների գինն է կտրուկ աճել։ Դրա ամեն ինչի գինը բարձրացել է, եթե վիճակագրությունը վերցնում եք ընդհանուր սննդամթերքի գինը, այս 25 թվականի նախորդ տարվա դրությամբ աճել է մոտավորապես 7+%-ով։ Գրեթե ամեն ինչի գինը բարձրացել է։ Իսկ սա կարող է կապված լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ։ Բային չէ։ Որովհետև Ռուսաստանը քանի թույլ է տալիս ներկրումը արտահանում իր երկրից Հայաստան մեր երկրի ներկրումը, այդ քաղաքական ենթատեքստ չի կարելի տալ, սա զուտ տնտեսական է։